առավել գործեր կա, որտեղ ներկայացնում ենք մեր լրագրության շահերը։ Հարգելի լրագրողը ցանկացավ համագումարի ընթացքում հարց տա, գնացել է։ Ստեղ է։ Ավակ կներեք։ Խնդրեմ ամեն։ Վարդան Ղուկասյանը ձայնագրության մեջ ասաց, որ Արցախ վերադարձ լինելու է։ Ուզում եմ հասկանամ, ինչպես եք դուք դա պատկերացնում եւ արդյոք դա իրատեսական է։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, պարոն Վարդան Ղուկասյանը, ես այդ հարցը անպայման կտապկասի, ես ինքս համարում եմ իրատեսական։ Իրեք իրավունքը գիտությունը բարու եւ արդարի մասին։ Եթե դու ատամով չես, եթե դու կներեք, էլի կոպիտ եմ ասում, զոմբիկ ես եւ քո գործողությունների արդյունքում ասում են, այսպես պետք է արվի, դա այլ թեմա է։ Դուք հիշեք նախորդ դարի 90-ական թվականներ հարգելի մարդիկ նստած են եւ իրանց ուժուն լուման են լրդել։ Ոնց պատկերացրեցիք, առաջի 90-ականներին ոնց այսպես ասած խախտված իրավունքը մի ազգի ամբողջ մի ազգի վերականգնել։ Միանշանակ կա ճշմարտություն, բայց որպեսզի ճշմարտությունը դու կարողանաս պաշտպանես, պետք է ուժ ունենաս։ Իրավաբանության մեջ եւս այդպես է։ Եթե դու ցանկանում ես, որ խախտված իրավունքը վերականգնի, իրավապաշտպանը, դատավորը եւ այլն, պետք է կողքդ ուժ ունենաս եւ այդ ուժը պետք է որակ ապահովի։ Նայեք իրավաբանության մեջ այսօր մենք ունենք օրինական ստացած վճիռներ եւ ի կատար չի ածվում։ Ումա պետք է տենց արդարադատությունը։ Ումա պետք է սենց ապրելը եւ քեզանից հարկադրաբար խլել են քո արժանապատվությունը։ Ինչպես էլի, այդ եմ ուզում։ Այ ինչպես է, երբ որ գանք այդ հարցը կտակ հարգելի լրագրող, այն ժամանակ, երբ որ գանք իշխանության, այդ հարցի պատասխանը վստահ եղեք լինելու է։ Ասեմ ինչու եմ կոնկրետ։ Եվ կներեք ավարտեմ, լինելու է միասնական ուժերով եւ միասնաբար։ Հիշեք հին ռոմեական կայսրերից մեկի, բանը, որ երբ հայերը միասնական են, ասում են փող ու փախի, ժողովրդի լեզվով եմ ասում։ Պետք է լինենք միասնական։ Ինչի այսօր ասում ենք բոլորի հետ պատրաստ ենք, տեսեք դուք կուսակցությունը ինչ արեց։ Պարուր Հայրիկյան, արևմուտքում են, գեներալ Արշակ Կարապետյան, դե գիտենք ռուսական մտածողություն, Վարդան Ղուկասյան ռուսական մտածողություն եւ այլն։ Ինչի մենք այդպես ցանկացանք, որովհետեւ ասում ենք վեր ենք դասում կուսակցական շահ, մեր համար պարտադիր պայմանը ազգային գաղափարախոսությունը եւ թե ինչպես պետք է անենք, միասնաբար կանենք վստահ եղեք։ Միասնական չենք լինելու։ Նաեւ նախկինները, ներկաներն պետք է ապաշխարեն գան միանան մեզ ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ այդ մարդկանց որոշ անձանց այդ ամբիցիաները։ Ես ինքս սխալական եմ, իմ սխալները որ բանալի ընդունում եմ, դիմում եմ ասում, ասում եմ ներողամիտ եղի, պայմանական եմ ասում, մարդկանց եմ ասում, բայց 30 տարի, 1000 ներողություն լափես, սա էլ գա հաշիվը փակի ու ներողություն չխնդրեք, կներեք էմոցիայիս համար։